Լորի, դու պարզապես մարդ չես, դու աշխատավոր հայի հպարտ ճակատն ես, դու դեբետի ձայն ես, դու հանքագործի ձեռք ես, դու անտառի բույր ես, դու վարպետի մուրճի հարվածն ես, ու այն հայի տեսակն ես, որ դժվարությունից չի փախչում, այլ ատամ սեղմած պայքարում է, բայց տարիներով լորին թողել են կիսափակ գործարանների, արտագաղթի, աղքատության ու կիսական ճանապարհների մեջ։ Մի ժամանակ արդյունաբերական հզոր մարզը փորձեցին վերածել գոյատևող տարածքի։ Իմ առաջնորդությամբ լոռու նկատմամբ իրականացվելու է հատուկ սոցիալ տնտեսական վերածննդի ծրագիր։ Լոռու զարգացման գերակա ուղղություններն են լինելու արդյունաբերություն եւ վերամշակում, հանքարդյունաբերության վերահսկվող զարգացում, փայտամշակում եւ կահույքի արտադրություն, գյուղատնտեսություն եւ անասնապահություն, զբոսաշրջություն, տրանսպորտ եւ լոգիստիկա, տեխնոլոգիական կրթություն։ Ալավերդին, Վանաձորը, Սպիտակը կրկին դառնալու են արտադրական քաղաքներ։ Պետական մասնակցությամբ բացվելու են մետաղի վերամշակման, շինանյութերի, կահույքի, թեթևարդյունաբերության, քիմիական գործարանները։ Լորեսին պետք է ապրի իր աշխատանքի արդյունքում, ոչ թե ճար անելով արտականա աշխատանքի ճանապարհին։ Լոռու ընդերքը չի ծառայելու միայն մի քանի մարդու հարստացմանը։ Հանքարդյունաբերությունը լինելու է խիստ բնապահպանական վերահսկողության ներքո, իսկ շահույթի մի մասը պարտադիր ուղղվելու է համայնքների զարգացմանը։ Վրաստան տանող ճանապարհը լոռին դարձնելու է ռազմավարական տնտեսական հանգույց։ Կառուցվելու են նոր ճանապարհներ, բեռնափոխադրման կենտրոններ, պայիսային համալիրներ։ Լոռու անտառները պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե ապօրինի թալանին։ Զարգացելու է օրինական փայտամշակումը, կահույքի արտադրությունը, անտառային տնտեսությունը։ Լոռու գյուղացին պետք է վստահ լինի վաղվա օրվա վրա։ Պետությունը տրամադրելու է էժան գյուղվարկեր, անասնապահության պետական ծրագրեր, կաթի և մսի մթերման երաշխավորված համակարգ։ Օձունը, աղթալան, հաղպատը, սանահինը, ծծեղը պետք է դառնան միջազգային զբոսաշրջության կենտրոններ։ Զարգացվելու է էկոտուրիզմը, լեռնային հանգիստը, մշակութային տուրիզմը։ Բացվելու են արհեստագործական, տեխնոլոգիական կենտրոններ, որպեսզի երիտասարդը կարողանա բարձր աշխատավարձ ստանալ հենց Լոռիում։ Լոռու ուսուցիչը, բժիշկը, հանքագործը, շինարարը, թոշակառուն պետք է ապրեն արժանապատիվ կյանքով։ Պետությունը պարտավոր է ոչ թե աղքատ պահել ժողովրդին, այլ ստեղծել ուժեղ ապրելու պայմաններ։ Լոռի, դու շատ ես տվել Հայաստանին։ Ժամանակն է, որ Հայաստանը վերադարձնի իր պարտքը քեզ։ Իմ առաջնորդությամբ կառուցելու ենք արևային Հայաստան, որտեղ լոռին լինելու է ոչ թե մոռացված մարզ, այլ արդյունաբերական ու ազգային վերածննդի հզոր կենտրոն։